Բարի գալուստ։ Այսօր կխոսենք ժառանգական հիվանդություններից։ Ժառանգական հիվանդությունները բազմազան են և առաջանում են գենետիկական փոփոխությունների հետևանքով։ Գենետիկական փոփոխություններ են մուտացիաները, որոնց արդյունքում սպիտակուցները չեն աշխատում, ինչը խախտում է մարմնի բնականon գործունեությունը և առաջանում են ժառանգական հիվանդությունները։ Այդպիսի հիվանդությունների տեսակներ են հեմոֆիլիան, դալտոնիզմը, ալբինիզմը, պոլիդակտիլիան և Դաունի հիվանդությունը։ Հեմոֆիլիան արյան ցածր մակարդելիությունն է, որը պայմանավորող գենը գտնվում է X քրոմոսոմում, այսինքն այս հիվանդությամբ հիվանդանում են միայն տղաները։ Հեմոֆիլիայով տառապող սերնդի կանայք գործնականորեն լինում են առողջ և միայն հիվանդության փոխանցողների դեր են կատարում։ Հեմոֆիլիա ունեցող մարդկանց մոտ հիմնականում նկատվում են երկարատև և դժվար կանգնեցվող արյունահոսություններ, նույնիսկ փոքր վնասվածքների դեպքում։ Ամենավտանգավորը ներքին արյունազեղումներն են, հատկապես հոդերի մեջ, որոնք առաջացնում են ուժեղ ցավ և ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հոդերի քայքայման ու հաշմանդամության։ Հաջորդ ժառանգական հիվանդությունը դա դալտոնիզմն է։ Դալտոնիզմը աչքի բնածին կամ ձեռքբերովի տեսողության խանգարում է, որը դրսևորվում է աչքի կողմից մեկ կամ մի քանի հիմնական գույն ընկալելու անկարողությամբ։ Դալտոնիզմի տեսակներն են պրոտանոպիան, դեյտերանոպիան և տրիտանոպիան։ Պրոտանոպիայի դեպքում աչքը չի կարող ընկալել կարմիր գույնը, դեյտերանոպիայի դեպքում աչքը չի կարող ընկալել կանաչ գույնը, իսկ տրիտանոպիայի դեպքում աչքը չի կարող ընկալել կապույտ գույնը։ Այժմ խոսենք ալբինիզմի մասին։ Սա նույնպես ժառանգական հիվանդություն է, որը պայմանավորված է գունանյութի բացակայությամբ կամ պակասով։ Հիմնական հատկանիշներն են շատ բաց մաշկ, սպիտակ կամ բաց գույնի մազեր և աչքեր, առաջացնում է մաշկի գերզգայունություն արևի նկատմամբ և տեսողության խնդիրներ, չունի բուժում, բայց պահանջում է մշտական պաշտպանություն արևից։ Հաջորդ հիվանդությունը դա պոլիդակտիլիան է։ Պոլիդակտիլիան բնածին վիճակ է, երբ մարդն ունենում է նորմալից ավելի շատ մատներ ձեռքերի կամ ոտքերի վրա։ Պատճառը հիմնականում ժառանգական է։ Տեսակները՝ առավել հաճախ լրացուցիչ մատը գտնվում է փոքր մատի կողքին։ Բուժումը սովորաբար վիրահատական ճանապարհով հեռացվում է լրացուցիչ մատը ֆունկցիան և տեսքը բարելավելու համար։ Հաջորդ հիվանդությունը դա արդեն մեզ բոլորիս հայտնի Դաունի հիվանդությունն է։ Դաունի համախտանիշը գենետիկ վիճակ է, որը առաջանում է 21-րդ քրոմոսոմի լրացուցիչ պատճենի առկայության պատճառով։ Հատկանիշները՝ բնութագրվում է դեմքի յուրահատուկ ֆիզիկական առանձնահատկություններով և մտավոր զարգացման թեթևից մինչև չափավոր դանդաղեցման, առողջական խնդիրներ, հաճախ ուղեկցվում է սրտի և այլ օրգանների բնածին խնդիրներով, չունի բուժում, բայց վաղ միջամտությունները և թերապիաները զգալիորեն բարելավում են կյանքի որակը։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, բայց նշեմ նաև, որ բացի իմ այսօրվա նշած այս 4 ժառանգական տեղեկություններից, այսօր հայտնի են 6000-ից ավել ժառանգական հիվանդություններ, որոնք հիմնականում աուտոսոմներում գտնվող գեների կամ քրոմոսոմների կառուցվածքային փոփոխությունների արդյունք են։ Շնորհակալություն դիտելու համար։ Պատրաստող 9-րդ դասարանի աշակերտուհի Կիմա Գյուլեզյան։